ներկայիս ճանապարհը, որը այդ երկաթգծի տարածքն անգնում, դա երթևեկության համար նախատեսված չի եղել 13 թվականին երկաթգիծը քանդվել է, նոր մենք կարողացել ենք այդտեղ երթևեկել։ Մեր հիմնական ճանապարհը դրանից մի քանի 100 մետր վերև գնացող կապեր կոչվող տարածքն էր, որը որ բետոնապատ, չգիտեմ, լավ մեքենայով կարելի գնալ, վիլիսելներ, ուազելներ, նիվալներ, չգիտեմ, լավ ջիպելներ գնալ։ Լեղկավոյի համար լրիվ նախատեսված չէր այն ցածր մեքենայով, այնտեղ անանցանելի էր ուղղակի։ Երկար տարիներ դրանից ենք օգտվել, հետո երկաթգծից ինչ որ ձևի այն ժամանակ գոհ էինք, որ երկաթգիծը կա, որտեղ այն մեկի համեմատած շատ լավ էր, դե հիմա դժգոհ ենք, մեքենա չի դիմանում։ Ինչ էս գյուղը կա, այդ խնդիրը ունենք։ Այդ խնդրի լուծմանը այս պահին լուծումը տրվել է, նոր ճանապարհ կառուցվում։ Բոլոր ստանդարտներին համապատասխան, ճիշտ է, առաջին փուլով դա լիգրունտային խճապատ ճանապարհ լինելու։ Մինչև կողի հասնել այնքան ավելի կարևոր խնդիրներ ունենք, դա ոռոգման ջրի հետ կապված էր, խմելու ջրի հետ կապված էր։ Ոռոգման ջրի հետ կապված կասեմ, որ խնդիրը ինչ որ ձև լուծվել է։ 23 թվականին Կարմիր խաչի 2 պոմպ ճարժության նվիրաբեր է։ Կարելի ասել մեղրու ինքնահոսնել, որ մեղրու գետը լինում է ինչ որ ձևի բավարարում է։ Բայց խնդիրը պոմպակայանում նրանում է կայանում, որ ունենք 2-1000 պոմպ, նոր պոմպ, փոխարինողները 60-70-ականների մաշված պոմպեր են, ասենք եթե նորին ինչ-որ բան պատահեց, մենք մեծ խնդիր ենք ունենում։ Այդ առումով խնդիր ունենք։ Սարի թեման մերը որ շատ բաց է, ամեն տարի այդ խնդիրները լինում են, կապված բնապահպանների հետ հատուկ պահպանվող գոտի է, անասնապահություն չի թույլատրվում, ցանկալի չի մարդու ոտ անգամ այնտեղ մտնի, այդպես խնդիր է, բայց մարդիկ ճար չունեն, այլ տարբերակ չունեն ուղղակի մարդիկ, որ այլտեղ չկա գնալու, միակ ջուրը այնտեղ է։ 38 տնտեսություն ունենք, մշտական բնակիչները 138 են։ Մանկապարտեզը 25 երեխա համար է նախատեսված, բայց գյուղում, եթե չեմ սխալվում, 16 երեխա ունենք։ Այդ մինչև 5 տարեկանները։ Շինարարական աշխատանքները սկսվել է անցած տարի 24 թվականի օգոստոսի վերջ, սուբվենցիոն ծրագիր է, կառավարություն համայնք, շինարարը ուշ է սկսել գործը, անպարտաճանան չէ գործը արեն, հենց չի որ կազմակերպությունն է։ Չեմ կարող կոնկրետ ասեմ, անունը չեմ հիշում։ Դες պադրաչիկով են խառապատմություն հատ է։ Շինարարի խոստումով 2 ամսից արդեն պետք է շահագործման հանձնած լինի։ Ուղղակի տեմպերը շատ դանդաղ է, դժվար է հասցնեն, չեմ պատկերացնում ոնց կլինի դա էլ որ հասցնեն, հրաշք պիտի լինի։ Գյուղը գյուղական այդ կյանքով ապրում է, այս գոյողին ոչ այդքան կարևոր է, բայց ես գտնում եմ որ այս բանը դա շատ պարտադիր է զարգացման հետ կապված, դա մեծ բան կփոխի, որտեղ բնակարար շինության ծրագրով 10 նոր տուն են կառուցում գյուղում։ Շահառուները հիմնականում երիտասարդ ընտանիքներ են կամ ընտանիքներ, որոնց տանը մեկից ավել տղա կա։ Այս տարվա վերջ 6-ը կհանձնվեն, մինչև այս տարվա վերջ կհանձնվեն, այն 4 տունը երևի մյուս տարվա մինչև կեսերը։ Իսկ դուք քանի տարի եք կառավարում? 2 տարի մի քիչ ավել։ Ինչ եք հասցրել անել։ Ոչ, արել ենք։ Ինչ որ բան հիմնականում խմելու ջրինն է վթարված, այտենց շատ ենք աշխատում դրա վրա։ Այտենց որ ասես առարկայական երևացող ոչ մի։ Բյուջեն է պատճառը, սուղ միջոցներ։ Դա իհարկե։ Նորմալզորը որպես այդպեսին ինքը բյուջե չունի, խոշորացված համայնքն է, խնդիրները բարձրաձայնելու դեպքով ինչով կարողանում օգնում են։ Քանի որ սահմանամերձ է, որպես այդպեսին հարկել վճարող չենք, մենակ գույքահարկն է, էլի մեքենայի հետ կապված։ Դա շատ չնչին գումար է։ Դեմ չենք խոշորացմանը, որտեվ Նորմալզորը իր համեստ միջոցներով շատ քիչ բան կարար անել, խոշորացումը ահագին բան է տվել, ցերեկային լետ լուսավորությունն է, երթուղայինն է, որ ունենք դա խոշորացումից հետո է եղել։ Էլի շատ բաներ, խմելու ջրի հետ կապված հարցեր, ինչ որ ձև լուծվել է, խողովակների հետ կապված, փականների հետ կապված, որը որ Նռնաձորի իր համեստ միջոցներով դժվար կարողանար անել։